Մայրաքաղաքի ու մարզերի հայորդյաց տներում քանաքեռի մանրանկարչության դպրոցում հունիս ամիսը հագեցած էր բաց դասերով, ցուցահանդեսներով, ծնողական ժողովներով, հաշվետու համերգներով։ Արվեստ, արհեստ, սպորտ, լեզուներ ուսուցանող այս կրթօջախները եզրափակում են ուսումնական տարին։ Սաների ձեռքբերումներին առաջընթացին ծանոթանում են երեխաների ծնողները, հաստատությունների տնօրինությունը։ Մայրաքաղաքից բացի հայորդյաց տներ գործում են Գյումրիում, Վանաձորում, Աշտարակում, Էջմիածնում։ Երեխաներն ուսանում են կիրառական արվեստ, կերպարվեստ, երգերաժշտություն, պար, կրկեսային խաղեր, լրագրություն, ավիամոդելավորում։ Հայորդյաց տների կազմում արվեստի տարբեր ուղղությունների դպրոցներ ու համույթներ կան։ 8 հայորդյաց տների մի մասը գործում է հայկական բարեգործական ընդհանուր միության, մյուսը անհատ բարերարների հովանավորությամբ։ Շարունակաբար նոր ծրագրեր են կյանքի կոչվում, նոր դասարաններ են կազմավորվում։ Այս տարի հանդիսավորությամբ նշվել է հայորդյաց տների հիմնադրման 30-ամյակը։ Բույնը պլաստիկ ներկայացմամբ իր 10-ամյակն է նշել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գյումրու հայորդյաց տունը։ Աշտարակի Գուլամերյան հայորդյաց տունը պատրաստվում է նշել գործունեության 20-ամյակը։ Տարվա ընթացքում սաները համերգային ծրագրերով հանդես են եկել Հայաստանում ու արտերկրում, սահմանամերձ բնակավայրերում, մասնակցել են փառատոնների, մրցույթների, հաղթանակներ են գրանցել։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հայորդյաց տները հիմնվել են Վեհափար Հայրապետի տեսլականով, երբ դեռ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդներ։ Ավելի քան 3000 երեխա այսօր այս հաստատության սան է։ 8 հայորդյաց տների գործունեությունը համակարգում եւ ղեկավարում է հոգեվոր տեսուչը Տեր Հարություն Վարդապետ Կիրակոսյանը։ Աննա Թամրազյան, Եկեղեցական կյանք։